Սրանց մեթոդաբանությունը ունեն չբացահայտված գործեր։ Ուրեմն ծեծում են մարդկանց ու դեմ են տալիս այդ գործերը, ասում են ընտրի մեկը վեկալ քո վրա։ Իրար հետ կապ չունեցող գործեր, մեկը նարկոտիկ, մեկը ասենք, չգիտեմ ինչ որ թալան, ու այստեղ հետաքրքիր է նա, որ այդ բոլոր հանցակազմերը այս կամ այն ժամանակ այս տարիներին հայտնի է, որ ոստիկանները արել են, այսինքն մենք գիտենք, որ ոստիկան պարեկները արել, ոստիկանական համակարգի մաս չեն կազմում։ Ուրեմն գիտենք, որ կան դեպքեր, երբ որ իրանք են թմրանյութ վաճառե, դե թմրանյութն էլ պարզ է, չէ՞, ասենք զակլատչիկին բռնում են, զակլատկիկ իմանում են որտեղ է, գնում են այդ զակլատկիկը հավաքում են, նույն գնով իրանք են ծախում։ Շատ հարմար մեխանիզմ է, իմանում ես որտեղ է վեկալում ես դու ես ծախում, միջնորդ են էլի փաստացի ու փողն էլ դե իրանց են վերցնում։ Ես հիշում եմ, մենք բռնում են զակլատչիկին, ասում են ախպեր ես, դու հələ մոտդ ինչ կա վեկալ, մնացածը ուր ես դրել, գնում են վեկալում են, ու սկսում են իրանք մանրածախ առևտուր անել։ Դե մեծածախի ձևեր երևի չգիտեն, մանրածախը մանրածախի մեջ փողը մեծ է։ Հիմա ասում են այս գործերից մեկը պետք է քո վրա, այսինքն չբացահայտ է, դե ո՞նց բացահայտեն, եթե իրանք են արել ախպեր։